Բարեկամներ ողջույն։ Որքան մոտենում ենք 2026 թվականին, այդքան ավելի ակտիվ է քաղաքական երուզերը հասկանալի պատճառներով, եւ որքան ակտիվանում է այդ երուզերը, այդքան ավելի խրթին է դառնում իրավիճակը հասկանալու այդ գործառույթը, հա, դուք որպես հեռուստադիտող հաճախ տարբեր հարցազրույցներ եք դիտում, տարբեր մեկնաբանություններ, եւ այդ իրարամերժությունը այնքան բարձր չափաբաժին ունի, որ իրոք դժվար է հասկանալ վերջը ինչ է կատարվում։ Մենք այս տաղավարից փորձում ենք ձեզ հետ միասին հասկանալ ինչ է կատարվում, տարբեր զրուցակիցներ ենք հրավիրում տաղավար, հարցադրումներ ենք անում եւ, ինչպես ասում են, լույս ենք սփռում այս բարդ իրավիճակի վրա։ Այսօր շատ հաճելի զրուցակից ունեմ, անձնավորությունում հետ մի քանի անգամ եթերում զրուցել եմ, անգամ Լոս Անջելեսում, հեռավար եւ ոչ միայն ռադիոյում եւ հեռուստատեսությունում, եւ այսօր արդեն տաղավարում Երևանյան զրույց կծավալենք, պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանն է իմ զրուցակից, ում եւ ասում եմ ողջույն։ Պարոն Միսկարյան, բարև ձեզ։ Երկար էր նախաբանը, բայց իրոք անգամ գործի բերումով ես նկատում եմ բոլորը ինչ մակարդակի լրատվական են, կայք են, բլոգ են եւ այլն, բոլորը փնտրում են հիմա գործընկերներ, կարծես պատրաստվում են այս նախընտրական թողուբոհին, լրատվականները զինվում են եւ այլն, դեպ լրատվականները որոշ դեպքերում պետք է ճակերտավոր ասենք, հա։ Դուք որպես ակտիվ հանրային գործունեություն ծավալող քաղաքական նաեւ, հա, հայացքներ ունեցող անձնավորություն, քաղաքական գործունեություն ծավալող մարդ, ոնց է գնահատում գոնե այս փուլում ստեղծված իրավիճակը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Այո, ինչքան 26-ը մոտենում, այդքան այդ իրավիճակը լարվում է, հա, դաշտը լարվում է, ցավոք սրտի ես պետք է արձանագրեմ, որ ինստիտուցիոնալ առումով գրեթե փոփոխություններ տեղի չեն ունենում։ Այսինքն նույն մարդիկ, նույն դերակատարներ, նույն կերպարները մի փոքր այս կամ այն ճշգրտումներով հայացքների, մոտեցումների մեջ ինչ որ շատ խառը պրոցեսների մեջ ներգրաված են եւ տպավորություն է ստեղծվում, որ ակտիվ քաղաքական գործընթաց է, ուր որը պիտի սկսի, բայց այդ գործընթացը չի կարող սկսել առանց կայացած ինստիտուտների։ Եվ ոնց է կայանալու այդ ինստիտուտն հարցը առաջանում, որտեղ պիտի կայանա այդ ինստիտուտը, եթե մենք 7 տարի է ներկա նախկին ճամբարից չեն կարողանում դուրս գալ այդ ինստիտուտը, որտեղ պիտի ստեղծվի, որ իրականում այո 18 թվականի իրադարձությունների առանցքային խնդիրներ լինելու քաղաքական դաշտի առողջացմանը միտված գործողությունները, դրանց թվում ընտրական օրենսգիրքը եւ կուսակցությունների մասին օրենքը փոխելը։ Սակայն դա տեղի չունեցավ, չգիտեմ ինչու, հետո ինչ որ փոփոխություններ եղան, բայց նույնիսկ կառավարող ուժը, որը այդ օրենքը գրել էր կուսակցությունների մասին, հաջորդ ընտրություններում իրենք այդ օրենքը խախտեցին, իրենց գրած օրենքը։ Այսինքն մեծ հաշվով կարող ենք ասել, որ քաղաքական այսպես կոչված վերնախավի կամ ընտրանու մոտ, եթե դա կարելի է ընտրանի համարել, քաղաքական կամք եւ գիտակցում չկա փոփոխություն բերելու ինստիտուցիոնալ մակարդակում։ Այս որտեվ այդպես հեշտ է կառավարել։ Երբ որ չկան ինստիտուտներ, մի անձից կախված ինչ ուզես կարող ես որոշել, ինչպես ուզես կարող ես անել։ Բոլոր ուժերն են կարծես մի անձից կախված, որովհետև եթե sense հիմա ամեն մեկը փորձենք քաղաքական ուժ պատկերացնել, այո, բոլորը մենք մարդ կուսակցություններ են։ Հանի այդ մարդու գործոնը եւ կուսակցություն չի մնա, մենք ոչ վաղանցյալը մինչև հեղափոխությունը տենց մի կուսակցություն ունեինք, որ այդ ղեկավարի կամ լիդերի քաղաքականությունից հեռանալու արդյունքում ոչինչ չմնաց։ Այո, բոլոր կուսակցություններն են այդպիսին, գրանցված կուսակցություններ են, իրավական առումով իրենք ունեն կնիկ եւ օրենքի չափանիշներին իբր համապատասխանում են, բայց գործնականում դրանք ոչ թե գաղափարական մարդկանց միավորումներ են, այլ անձի շուրջ համախմբում։ Եթե նույնիսկ եթե կա, լավագույն դեպքում եթե կա այդ համախմբումը, այդ անձն էլ եթե փող ունի, ապա կարելի ասել փողի շուրջ այդ համախմբումը, եթե փող չունի, ուրեմն այդտեղ համախումբ չի լինում։ Համախումբ եղած համախումբն էլ այդպես իր շատ մտերիմներով փորձում են ընտրական process-ների ժամանակ տեղավորվել որևէ մի ուժի հետ կամ էլի իրանց նման անհատներով ինչ որ բան ստանալ։ Գաղափարի մասին որ խոսում եք, ես ինչ հիշում եմ լրատվականում, դրանից առաջ վստահ դուք եք փաստեք, որ այսպեսի բան կա, կոչ, ձոն կա,
գաղափար, մեզ պետք է գաղափար, ազգային գաղափար, չգիտեմ եւ այլն, բան, որ խորանակ պատմության մեջ ես կարծում եմ ամենավառ դրվագը 5-րդ դարը կարող ենք, հա, Մովսես Խորենասու հայտնի մտորումները պատմություն հայոցում, այդ ժամանակվանից, եթե ոչ ավելի վաղ, այդ գաղափարական խնդիրը կա, վերջը ինչի շուրջ ենք համախմբվելու, եւ հիմա 21-րդ դարում այդ հարցը բարձրաձայնել եւ մարդկանց այդ մարդկուսակցությունների կանոնադրությունը որ ընթերցում ես, բոլորը շատ լավ բաներ են գրում այդ թղթերի վրա։ Բայց ոնց է ստացվում, որ բոլորը նույն բանի մասին են խոսում, բայց մեկ տեղում չեն կարողանում համախմբվել, այլ բոլորը մարդ sense 5 հոգով, 10 հոգով, 20 հոգով եւ այլն, բայց այնինչ բոլորը նույն քարոզն են անում։ Ըստ ձեզ ինչու չի լինում դա։ Առաջի պատճառը այն է, որ այն մարդիկ, ովքեր հռչակում են որևէ գաղափարական, գաղափարախոսություն եւ ներկայանում են որպես այդ գաղափարախոսության դավանողներ, իրենք դրա կրողը չեն իրականում խորքային իմաստով։ Այսինքն, այո, այսինքն քաղաքականության եւ առհասարակ հումանիտար մտքի թեր զարգացածության պատճառով, որտեվ այդ գիտելիքը եւ այդ մոտեցումները որևէ գաղափարախոսության այդ մարդը ձեռք է բերել միջավայրում։ Մեր միջավայրում առավելապես ազդված է հումանիտար միտքը ռուսական գծից, իսկ ռուսական քաղաքագիտական միտքը գոնե այն ինչ տեղադրված է մեր բուհերում, ցավով պետք է ասեմ, դա հակաքաղաքակրթական մոտեցումներ են, այսինքն ինչպես ընդունված է ասել վայրի կապիտալիզմ, այդպես կարելի է բնութագրել վայրի քաղաքականություն, հա, որտեղ ուժերն է իշխում ուժի դիրքերից, այսինքն գաղափարական, արժեբանական առումով մարդիկ իրենց հռչակած արժեքներին չեն հավատում։ Բայց եւ այդտեղ հարց առաջանում, ապա ինչի շուրջ է այդ համախմբումը, այդ համախմբումը անձի։ Ես ինձ հռչակում եմ լիբերալ, այո, համախմբում են անձի։ Այո, եւ գործող քաղաքական ուժը ըստ կառավարող քաղաքական ուժը ըստ էության դրա այդ վերջի մեխը խփեց, հա, քաղաքական գաղափարախոսության դագաղի կափարիչին, հայտարարելով, որ ինքը ոչ մի գաղափարի հետևորդ չի, ապա գաղափարական, քաղաքական ուժ, այսինքն կարելի ասել ապա քաղաքական ուժ։ Եվ եթե մի տեղ գործում է մի համակարգ, որի գլխին նստած իրեն քաղաքական ուժ հայտարարած միավորը մերժում է գաղափարախոսությունները, հետևաբար մերժում է արժեքները, այդ պետության մեջ քաղաքական դաշտի կայանալու մասին խոսելը միամտություն է։ Այսինքն պետք է ամեն դեպքում հայտարարվել գաղափար։ Անշուշտ, որի շուրջ, այո, ես հասկանում եմ իրենց ինչու այդպես արվեց, որովհետև նույն իրենց թիմում շատ իրար հակասող գաղափարախոսություններ կամ արժեքներ կրող մարդիկ կան։ Բայց եթե դու չես հռչակում քեզ որևէ գաղափարական ճյուղի, արժեքային ճյուղի պաշտպան, հավատարիմ, ապա դու առաջ ես տանում պոպուլիզմը։ Ես այդ համաձայն եմ, որ եթե չկա ձեր ասածները, բնականաբար պոպուլիզմը ամեն ինչը դառնում, բայց 20800 քառակուսի քարտեզ, մեր սուվերենություն, ինքնիշխանություն, ապա ոնց են ասում, բևեռացում են ասում, գաղութացում են ասում, ծայրագավառ են ասում, ինչ որ բարդ բառեր են, դա գաղափար չի։ Իհարկե ոչ։ Բա ո՞րն է գաղափարի դեպքում։ Ժողովրդավարական պետության մեջ գաղափարի, գաղափարախոսության հիմքում պետք է լինի մարդը։ Ժողովրդավարությունը մարդու մասին է, քառակուսի կիլոմետրի մասին չի, անտառների ջրերի մասին չի։ Կատոնի որ անկախ պետություն կերտենք, ամրացնենք պետությունը, ինչպիսի նա այն քաղաքացին, որը պետք է ապրի այդ 29000 քառակուսի կիլոմետրի վրա։ Ինչ արժեքներով։ Լավ սովորի որ լավ ապրես։ Չէ, դե լավ։ Հա, իհարկե, հա։ Ցիտում եմ, սա իմ տեսակետը չէ, սա ցիտում եմ։ Մեր կրթվելն է նորաձև է, մեր աղքատությունը մեր գլխում է եւ այլն։ Սրանք պոպուլիստական թեզեր են, որոնք միտված են հասարակությանը ցույց տալու, որ մենք մտածող ենք, մենք մտավորական ենք, մենք
գնահատում ենք կրթությունը, սակայն կրթությունը գնահատելու առաջին ցուցիչը կրթական համակարգի բարեփոխումները կարող են լինել։ Ոչ թե դպրոցի, չէ, կներեք, բայց եթե միտեղ սովետական միությունից ժառանգած, ես վատ իմաստով կամ լավ իմաստով չեմ ասում, այսինքն ավտորիտար, միակուսակցական համակարգի դրած կրթական արժեքների, կրթական համակարգի վրա ձևավորված անկախ Հայաստանի պետություն չի կարող լինել։ Այն դասագրքերը, այն մոտեցումները կրթությանը, այն մեթոդաբանությունը, այն ուսուցչական կազմը, մեր մանկավարժական համալսարանը կամ այն բուհերը, որոնք պետք է որակյալ ուսուցիչ կրթեին։ Իրենց մասին խոսք չկա այդ կրթությունը նորաձև է կամ դպրոցներ կառուցենք ծրագրի մեջ։ Հետևաբար խոսել, որ դպրոցներ կառուցելով մենք կրթության որակը փոխում ենք, դա միամտություն է։ 21-րդ դարում կներենք, այդ կրթությունը ավելի լավ, ավելի որակյալ կարելի էր on-line կազմակերպել, այսինքն առցանց։ Չէ, ես իհարկե ծայրահեղացնում եմ, բայց ուզում եմ ասել, որ ֆիզիկական միջավայրով կարևոր է միջավայրը, բայց միջավայրը դա բավարար չի առհասարակ։ Մարդիկ կարող են դաշտ բանել, օրինակ։ Ատեստավորում են անում ուսուցիչների որակն են ուզում հասկանալ, վերջը մեզ ովքեր են սովորեցնում, ինչ գրքով են սովորեցնում, ուզում են կենտրոնացնել պատմությունը Հայաստանի Հանրապետության վրա, քաղաքացի կերտել, որովհետև ես միշտ ասում եմ, գուցե իմ տեսակետը մի քիչ այլ է, որովհետև ես դրսում եմ կրթվել եւ ամերիկյան մոդելը մի քիչ գուցե չէ հաստատ տարբերվում է, բայց մենք գոնե դպրոցական կրթության առումով դպրոցից դուրս են գալիս, մենք որպես քաղաքացի պատրաստ չենք ապրելու, նույնիսկ տարական դիտելիք, այո, համալսարան 10-12-րդ դասանի դիմում չեն կարողանում գրել համալսարան։ Իսկ այնտեղ օրինակ նույն արևմտյան մոդելում 8-րդ, 9-րդ լեվելի աշակերտը արդեն ինքը ոչ միայն գիտի ինքը ուր է գնալու, այլ ինքը արդեն դիմել է ատյաններին, որ իրան հրավիրեն համալսարաններ։ Ուստի մենք քաղաքացի պիտի կերտենք։ Այո, եւ երբ որ մենք խոսում ենք 29800 քառակուսի կիլոմետրի մասին, մենք չխոսելով այդտեղ ապրող մարդու մասին, մենք ըստ էության ոչ մի բանի մասին ենք խոսում կամ չենք խոսում։ Ես մասից բացատրեք, չխոսելով քաղաքացու մասին, այսինքն ինչ նկատի ունեք, չխոսելով իր մասին։ Ինչպիսի քաղաքացի ենք մենք կերտում։ Իմ կարծիքով մեր գերագույն նպատակը որպես հասարակություն, որպես պետություն պետք է լինի ինքնորոշված անհատների ամբողջություն։ Ինքնորոշված անհատ չի նշանակում անհատականության գերադասում կոլեկտիվ մտածողության կամ կոլեկտիվիզմի կողմնակիցների, բայց այդ բալանսի մեջ է, որ հասարակությունը կարող է լինել առողջ եւ արագ զարգացող, իսկ մեզ պետք է առողջ եւ արագ զարգացող հասարակություն։ Հետևաբար մինչեւ հիմա որևէ ամբիոնից, պետական որևէ պաշտոնյայի, այդ թվում նաև վարչապետի բերանից չենք լսել, որ մեր հասարակությունը պետք է ինքնորոշվի։ Այդ երբ որ խոսում ենք ազգային գաղափարախոսության մասին, մենք ուզում ենք տանք այն լույսը, որը մեր կարծիքով լավագույն լույսն է, եւ փորձում ենք դրան հարմարացնել մեր հասարակությանը, բայց այդպես պետքա չլինի։ Մենք պետքա ստեղծենք, ձևավորենք միջավայր, որտեղ այդ հասարակությունը կստեղծի իր լույսը։ Բայց հասարակությունը չի ուզում, բան ուզում է, ես վստահ եմ, որ ուզում է։ Հասարակության այնքան է ուռճացվում, մեդիայի քարոզիչների ձեռամբ նաև, հա։ Դա խոչընդոտներ են, բայց դա հասարակության չուզելու մասին չի խոսում։ Հասարակությունը, երբ որ խոսում ենք, չի կարելի բոլորին դնել մի կաթսայի մեջ, հա։ Հասարակություն բազմաշերտ է եւ ցանկացած պետության մեջ առաջատարները 1-ից 5%-ն են, հա, լավագույն դեպքում 5։ Հետևաբար մեր խնդիրն է մեր հասարակության մեջ գտնել այդ 1%-ին, ով իր վրա պատրաստ կլինի պատասխանատվություն վերցնել եւ ստեղծել բավարար պայմաններ հասարակության ինքնորոշման համար, մյուսների ինքնորոշման։ Մենք նույն դեմքերը տեսնում ենք այդ 1%-ը պատտվում է ճամբարից ճամբար։ Այդ մարդիկ արժեք կրող չեն, մենք դրա մասին խոսեցինք։ Իրենք քաղաքական պատեհապաշտներ են մեծամասամբ, ովքեր փորձում են օգտվել առիթից կամ հնարավորություններից, ինչպիսին իրենք են համարում, եւ թամբել ձին, հա, եթե ժողովրդի լեզվով ասենք։ Բայց մեր խնդիրը
վերափոխելն է հասարակությանը, ոչ թե գալու իշխանության, օրինակ ոնց Նիկոլ Փաշինյանը, հա, սուպեր վարչապետական համակարգը բողոքելով եւ դրանից դժգոհելով ինքը եկավ եւ հիմա սահմանադրական փոփոխություններ են նախատեսում եւ այս գլխից ասում են, որ այդ համակարգը լինելու է։ Ես վստահ չեմ, որ վերջի պահին օրինակ չեն որոշի տանեն նախագահականի, բայց ես համոզված եմ, որ կապ չունի դու միանձնյա կառավարում ես որպես վարչապետ, թե միանձնյա որպես նախագահ, հա։ Այսինքն այստեղ այո մոտեցումները չի փոխվում։ Եվ հասարակության խնդիրը այդ համակարգը փոխելն է լինելու, որ մինչև մենք համակարգային փոփոխությունների չգնանք, մեր միջավայրը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք 29000 քառակուսի կիլոմետրի վրա կառուցել դպրոցներ, որտեղ շատ հնարավոր է 30-50 տարի հետո հայ մարդ չլինի, եթե շարունակվի այնպես, ինչպես հիմա է։ Պատատեսական է շատ։ Չէ, ես վստահ եմ, որ դա կանխել հնարավոր է։ Բնակչության ասում են, դա մեզ հավատացնում է։ Դե 100,000 մարդ Արցախից տեղափոխվեց Հայաստան, իհարկե դա աճի որպես ամեն դեպքում նաև Սփյուռքի հեռուստատեսություն պետք է ասենք, որ շատ մեծ հոսք կա գործ տնելու, աշխատանք հիմնելու, չեմ ասում մշտական վերադարձի, այդ տվյալներին չեմ տիրապետում, բայց հենց շրջապատում որ դիտում ես շատ մարդիկ գալիս են, որ բան ուզում են նախաձեռնել։ Ինչքանով դա կնպաստի, ես չգիտեմ, բայց շարժ նկատելի։ Այո, բայց դա այդ մարդկանց, այսպես ասենք, հա, եթե շատ պարզացնենք, հայրենասիրության դրսևորումներից մեկն է։ Այսինքն իրենք կարող են վստահաբար գտնել մեկ այլ միջավայր, որտեղ այդ իրենց ներդրումը գուցե ավելի արդարացված լինի, քան Հայաստանում, բայց իրենք ուզում են այս երկրի համար մի բան արած լինեն եւ չգտնելով այլ բան, քան որևէ տեղ կամ սոցիալական խնդիր լուծելու կամ բիզնես պրոյեկտ մի քանի ընտանիքի կամ գուցե մեծ պրոյեկտներ, չգիտեմ, բայց դրանք բնակչության աճի մասին խոսացող փաստեր չեն, իսկ Հայաստանը, ինչպես ասացինք, մարդով է Հայաստան եւ հայ մարդով այն մարդով, ով կարողանում է խոսել հայերեն, գիտի իր մշակույթը, ճանաչում է իրեն, ճանաչում է իր միջավայրը, իր պատմությունը։ Դե անշուշտ համաձայն եմ ձեզ հետ, բայց այդ պաթոսի չափաբաժինը ձեր ասածների տողատակենում շատ մեծ է, էլի։ Ոչ թե ձեր ասածի, այլ այդ ով ենք մենք, որտեղից են գալիս եւ այլն, ինչը շատ հաճախ խանգարում է իրատեսությանը, որովհետեւ հենց նույն Սփյուռքում 15 տարեկան պատանու հետ զրուցես, ինքը Արարատի գլխին դրոշ պիտի ծածանի, ինքը մեքենայի մեջ Արարատը մեր լեռնա երգը մինչև վերջ միացրած գնում է, բայց դա հայրենասիրության մոդելը չի, այսինքն ինքը կարող է այդ կարողը լինել հոգեբանորեն, բայց գործնականում այդ ամենը շատ մեծ աղետի է բերում որպես կանոն, էլի։ Այո, այդ հայրենասիրությունը կարող է լավագույնս դրսևորվել այդ անհատի քաղաքական ինքնորոշման պարագայում։ Երբ որ նա գիտակցի այն պատասխանատվությունը, որը ինքը կրում է իր պետության, իր հայրենիքի։ Դե հա, հենց դրանով էլ արտահայտվում է զուտ պաթոսական լինելը։ Ես ցավով եմ ասում, այդպես միայն Սփյուռքում չի, Հայաստանում էլ կա։ Դե ավելի վտանգավոր է, որ այստեղ է, որտեղ Սփյուռքում ուրիշ է, որտեղ մարդիկ առանձին են, այսպես ասած, երկրպագուի կարգավիճակում, բայց որ անտարբերություն է Հայաստանում, այդ շատ այո, միանշանակ։ Շատ ցավում եմ, որ ժամանակը մոտենում է ավարտին, բայց 26 թվականի մոտորումները ձեր ընտրություններից կապված ինչպեսին են, ըստ ինչ զարգացում եք ունենալու։ Ճիշտ ասած, ինձ բժիշկները խորհուրդ են տվել մի որոշ ժամանակ հասարակական, քաղաքական թեմաներով շատ չծանրաբեռնել։ Ես լավատես եմ կամ լիահույս եմ։ Դե հասկանանք որն է լավատեսությունը այս պարագայում։ Այն առումով, ինչ զարգացում, որն է լավատեսական զարգացումը, որը բոլոր նախադրյալները կան միավորվելու եւ քաղաքական համակարգը փոխելու, իրապես փոխելու, հիմք դնելու այնպիսի պետության, որը ամեն ինչով կնպաստի իր քաղաքացու եւ հասարակության ինքնորոշմանը։ Սա կարող է շատ տեսական թվա, բայց գործնականում շատ կիրառական կողմ ունի, այդ թվում նաեւ տեխնոլոգիական ու արհեստական բանականության ներդրմամբ
շատ արագ հնարավոր է հասարակությունը վերափոխել։ Դրա կամքը եւ դրա գիտակցումն է անհրաժեշտ։ Ես հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում կձևավորվի կամ մինչև այդ ընտրությունները ավելի ճիշտ կձևավորվի այն քաղաքական թիմը, որը այդ օրակարգով ազգային ինքնորոշման գաղափարի օրակարգով եւ դրա հստակ քայլերով ու ծրագրերով կգա իշխանության եւ կփոխի այս համակարգը։ Ապրանք տեսնենք, ինչպես ասում են, շնորհակալ եմ զրույցի համար։ Ագելի բարեկամներ, զրուցում էի +374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Մեսխարյանի հետ։ Ձեզ լավ օր եմ աղթում, կհանդիպենք հաջորդ եթերին։